Այդ տղա, հլա բետոներ արեք լավ, հլա արեք մի հատ լավ, հլա բետոները մելնիցա ես անեմ, այդ դուպոյն լակոտ։ Հայաստանի վաստակավոր մարզիչն իր սաների անունները հիշում է մեկ առ մեկ, հեռախոսահամարներով հանդերձ։ Խորհրդային Միության ու Եվրոպայի չեմպիոններ պատրաստած մարզիչն աչքի տակ արդեն ունի ապագա չեմպիոններին։ Շամիր, այս Շամիրը հանրապետության երկրորդ մրցանակակիր ելավ, բայց շատ հավասար բաներով երկրորդ տեղ ընկավ, էլի։ Հիմա ինքն էլ ես մորի նոր է եկել, սպասելիքներ ունենք, լավ տղա է։ Արա փորձեք։ 20 մարզաձև, 10 մարզադպրոց եւ 8000 մարզիկ։ Սա հանրապետության երրորդ քաղաքի սպորտային ներկան է։ Սամվել Ավետյանի անվան մենապայքարային մարզաձևերի դպրոցում պարապմունքներն ու գործողումներն անվճար են 400 սաների համար։ Ընդհանուր հաշվարկով ավելի շատ են, բայց մեր մոտ գրանցված խմբերի թույլ տված քանակով 400 մարզիկներ։ Սամբո ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի եռակի չեմպիոնն 98-ին թողեց մեծ սպորտը ու սկսեց մարզել Վանաձորցի փոքրիկներին։ Այստեղ սովորեցնում ու սովորում է Վանաձորցի մարզիկների մի քանի սերունդ։ Հենց այս մարզադպրոցի սաներից է Եվրոպայի առաջնության 2009-ի մրցանակակիր Ժիրայր Հովհաննիսյանը։ Այս վերջի Եվրոպայի բրոնզն է։ Սերնդափոխություն Վանաձորում կա, գոնե Ժիրայրը դա ապացուցել է։ Հայրը Ժորա Հովհաննիսյանը 7 անգամ Վանաձոր հասցրեց աշխարհի ըմբշամարտի չեմպիոնի տիտղոսը։ Սա նկարանել է Լորի TV-ին 2008 թվականի աշխարհի առաջնությունից վերադառնալուց հետո։ Նրա շնորհիվ Ստամբուլում 57 երկրների շարքում հենց Հայաստանի դրոշը բարձրացավ։ Այնտեղ հատկանշականն էր, որ թուրք ըմբիշի նկատմամբ եւ որ հաղթեցի, ինքն էլ ճանաչված ըմբիշ էր, հաղթեցի դաժե իրանք ոտքի կանգնեցին եւ սափարեցին։ Ժիրայրի ու մյուս Վանաձորցի մարզիկների լավագույն արդյունքները դեռ առջևում են, իսկ պարտությունները լինում են նաեւ հաճելի։ Դպրոցը հիմնվել է 66-ին 14 անուն մարզաձևով, դրանցից միայն 5-ն է այսօր պահպանվել ու բաժին հասել դպրոցի 500 սաներին։ Նախարարությունից իջեցված մեր մարզաձևերն են, այսինքն վերևից են մեզ ասում, ինչ մարզաձև պահենք։ Վանաձորցի հայտնի բասկետբոլիստը վերջին անգամ ցանցի մեջ գնդակ տեսել է 2 տարի առաջ։ Նա բասկետբոլը փոխարինեց բռնցքամարտով, սակայն արդեն մրցավարի կարգավիճակով։ Ինձ համար ցավալի է, որ խաղերի դալիճը միայն ծառայում է մեր խմբերի, մարզախմբերի նախավարժանքի համար, իսկ հիմնական խմբեր գործող չունենք։ Խորհրդային Միության տարիներին դպրոցը միայն վանաձորցիների համար չէր, այստեղ անցկացվում էին միութենական ու նույնիսկ միջազգային առաջնություններ։ Հին ավանդույթը վերականգնելու համար նախկին բասկետբոլիստը դպրոցում կառուցել է հյուրանոց, միայն մարզիկների համար։ 7 սենյակներում 45 հոգի ընդամենը 1300 դրամով կարող են մարզվել, հանգստանալ ու հաղթել։ Այս մարշչականն է, այս մրցավարական սենյակն է երկրորդը եւ մյուսները արդեն մասնակիցների համար։ Վանաձորը պատրաստ է հանրապետական ու նույնիսկ միջազգային մրցաշարերի, նախաձեռնություն է պետք։ Դալիճը առաջին, անտառը մոտիկ, լիճը մոտիկ, գորգերը դրած, բռնցքամարտի դալիճը գոյություն ունի, սաունա ունենք։ Հանրապետության չեմպիոնը ԽՍՀՄ երիտասարդների մրցանակակիրն առաջինն էր, ով վանաձորցիների կողքին առաջարկեց այլընտրանք։ Նրա մասին ֆիլմ էլ նկարեցին։ Սարերի պարը կարճամետրաժ ֆիլմը միջազգային ցուցահանդեսում գրավեց առաջին տեղը։ Գուրգեն Գևորգյանն այն մարզիկն է, ում հաջողվել է պարտության մատնել Պուտինին։ Միայն թե խաղը ոչ թե քաղաքական, այլ մարզական դաշտում էր։ Տոյալ քաշային կատեգորիայի մոտ 65 մարդ կար, իսկ իմ գոտեմարտը եղել է 8 հոգու հետ ընդամենը։ Իսկ ես այդ մրցումներում գրավել եմ առաջի տեղը, թե Պուտինը որտեղն է գրավել, չգիտեմ։
Սամբոն դեռ օլիմպիական մարզաձև չէ, հակառակ դեպքում Վանաձորցի սամբիստներից շատերն իրենց քաղաքին կարող էին օլիմպիական մեդալ բերել։ Նախկին չեմպիոնի, այսօր էլ սպորտի բաժնի պետի միակ հույսը Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինն է։ Գուցե 2016-ին Պուտինի շնորհիվ այս մարզաձևը դառնա օլիմպիական։ Իսկ թե ինչու են վանաձորցիներն ուժեղ հենց այս մարզաձևից, չեմպիոնն ունի իր վերլուծությունը։ Այդ մարզաձևերը ավելի էժան մարզաձևեր են։ Նրանց վրա ծախս շատ քիչ է պահանջվում, որպեսզի պետությունը կարողանա անի։ Ու մենք չենք կարող օրինակ խոտի հոկեյ բանը, հոկեյ ունենանք։ Դրա համար մարզադահլիճ է պետք, դրա համար սառույց է պետք, դրա համար մեծ գումարներ է պետք։ Կողխելորեցիների համար միայն ուժի ցուցադրություն չէ, բայց այսօր Վանաձորի համար ավելի մոդայիկ է դարձել բռնցքամարտը։ Բռնցքամարտի 13 միջազգային կարգի վարպետ է տվել այս քաղաքը։ Երկրորդ մարտը պարտվեցի, առաջի մարտը ճապոնացու հետ էի հաղթանակ տարա, իհարկե ասեմ վատ հակառակորդ չէր։ 96-ի օլիմպիական խաղերը Լեռնիկ Պապյանի 23-ամյա մարզական կարիերայի վերջն ու մարզչականի սկիզբն էին։ Այսօր բռնցքամարտիկը Վանաձորի լավագույն ակումբներից մեկի մարզիչներից է։ Ես եմ, իմ մարզիչի հետ Ալբերտ Հովհաննիսյանը, որի մոտ ես նոր պարապել եմ։ Ստեղ Վիկ Դարչինյանն է, Վասկեսի հետ նոր աշխարհի չեմպիոնակ, Վիկ Դարչինյանը բոլոր խոշոր ցուցանիշները ստես դալիճում արել։ Թաղամասի ու նաև ամբողջ քաղաքի ամենահայտնի բռնցքամարտի ակումբն է։ Ակումբի մոտ 100 սաներից յուրաքանչյուրը հավատում է, Վազգեն Բադալյանն իրեն Վիկ Դարչինյան կդարձնի։ Վիկը ամենափոքրն է եղել, որտեղ երկու անգամ դուրս արեցի, հետո նորից եկավ, նորից գնաց հորը բերեց, դե իմ ընկերն է։ Դեստեղ են ապրում, մի 500 մետր հեռու են ապրում։ Վանաձորցի ամենահայտնի բռնցքամարտիկի մարզիչն իր սպորտային կարիերայի 24 տարին նվիրել է մարզչական աշխատանքին։ Օլիմպիական բարձունքի հասնելու համար գլխավորը մարզիչն է, ապա մարզիկը, հավատացած է Վազգեն Բադալյանը։ Միշտ հարցեր են ասել են, իսկ կա Ենգի Բարյան, իսկ կա Դավիթ Թորոսյան, Սամսոն Խաչատրյան, նայել ենք ասել են երևի չէ, բայց հետո եղել է։ Միշտ կա։ Այն, որ Վանաձորը բռնցքամարտի քաղաք է, Վազգեն Բադալյանը հաստատում է իրեղեն ապացույցներով։ Ապագա թանգարանի ամենահին իրը այս ձեռնոցն է։ Այն խորհրդանշում է Կիրովականի առաջին հաղթանակը բռնցքամարտից 48 թվականին։ Դուք մի քիչ թույլ եք խփում, դուք պատկերացեք մի Ակումբում աղջիկներ չկան ու չեն էլ լինի։ Սա մարզիչի սկզբունքն է։ Կնոջ մարմինը պետք է կատարյալ ու քնքուշ լինի։ Իգական սեռի միակ ներկայացուցիչը, ով մուտք ունի այս ակումբ, մարզչի թորնուհին է։ Դա այս ակումբի համար ավելնորդություն է։ Ապրես, շատ լավ, մի հատ էլ։ Վանաձորցին իր մեղմությունն ու համբերությունն արտահայտում է ուժեղ սպորտաձևերում։ Սպորտն այստեղ միայն մարզաձև ու մասնագիտություն չէ, այն ապրելակերպ է ու բնության գենետիկ պահանջ։